Une émission proposée par Hype FM. Հայ դպրոցը նորեն եւ կրկին։ Հայ դպրոցը ներկայացուցած է հայապահպանման սփյուռքյան քաղաքականության հիմնական առանցքը։ Ֆրանսիայի կահույքը իր պատմության ընթացքին ուշացավ դերևս գիտակցելու հայ դպրոցի ստեղծման եւ տարածման անհրաժեշտությունը։ Այսօր կուրախանանք, որ կան հայկական վարժարաններ, բայց քանի հատ եւ մինչեւ որ դասարանները։ Ահա այստեղ է ցավը, առաջին ցավը։ Հետո կա հայկական վարժարաններու ցերկբերումներու հարցը, ցերկբերում արդյունքներու առումով։ Միշտ խոսված է հայ դպրոցի Ֆրանսիայի գրթական ծրագրի մասով ունեցած բայլուն արդյունքներու մասին։ Բայց բարդավոր ենք չհաջողանալ եւ խնդիրները բարձրացնել մտահոգությամբ։ Ուր է հայախոս երիտասարդությունը Ֆրանսիայի մեջ, ուր է հայերենով մտածող եւ ստեղծագործող երիտասարդությունը։ Կամ արդյոք պետք է բավարարվի տարաճանաչությամբ, տարրական լեզվական գիտելիքներու անպարմամբ։ Հայ դպրոցը նաեւ զարգացման, մեծնալու, նոր շենքեր ցերծելու ծրագիրներ են։ Ահա այս բոլոր նյութերուն շուրջ է որ պիտի զրուցենք մեր դպրոցներու ներկայացուցիչներուն հետ։ Ունենք պարոն Գարաբետ Տակեսյանը, Հրանտիկ դպրոցի ներկայացուցիչ մանկավարժական ծրագիրներու ղեկավար Արնուվիլ, Զովին Արկևոնյան, Սուրբ Մեսրոպ Արաբյան գրտարանի վարչության անդամ, Ալֆորվիլ նշեմ միշտ քաղաքները, որպեսի այն ունգընտրիները, որոնք վարժ չեն կամ մասնակից չեն համայնքային կյանքին, իմանան թե որ դպրոցը որտեղ կգտնվի։ Մեզ հետ է նաև Մարի Բարավյանը, Արաբյան կոլեջի նոր ստեղծվելիք կոլեջի դնորենուհի, Հայկ Սարգսյան, դպրոցասեր բազմամյա վարժարանի դնորեն Ղանսի, Վասկեն Տետեյան, համասկային տակմանչած վարժարանի վարչության ադենապետ Իսի Լեմուլինո, բարի եկած եք բոլորդ, ուրախ ենք, որ անգամ եւս դպրոցի մասին կխոսենք, գիտեք, որ IPFM-ի մեջ մտահոգության խնդիր է, բայց այդ մտահոգությունները կան մեր ունգընտերներ են, մեր ունգընտերներն են, որ հաճախ հեռախոսով, երբեմն նույնիսկ զանգերով, նույնիսկ երբեմն հաղորդումներու ընթացքին մեզի կհիշեցնեն կամ վրդովմունք կարտահայտեն, ուր մնաց հայ դպրոցը, ինչու իմ երեխաներս, տորնիկներս դպրոց են գելեն ինձ հետ հայերեն կխոսին։ Ահավասիկ այս թեմաները մենք պիտի կրկին շոշափենք, որպեսզի խոսնակը պամպերը դառնանք մեր գաղութին։ Բայց սկսենք մի քանի լավ լուրերով, որովհետև դպրոցերու մեջ կա զարգացում, նորություններ, սկսենք ցեզ հետ Վասկեն Տետեյան, ահավասիկ որոշ տարիներու դժվարությունները Դերևս վարչական սխալներ է, դերևս մեգուսացված լալու հանգամանք է մեկնած դպրոցը ուներ ինքնալճացման վիճակ, բայց վերջին տարիներուն նոր ալիքմը, նոր շունչմը փխած է, խնդրեմ մեզի պատմեցեք համազգային թարգմանչած դպրոցի մասին, որ նախկին թարգմանչացի մասին է խոսքը։ Բարև բոլորիդ, ինչպես գիտեք, մեր դպրոցը Իսի Լեմուլինոյի թարգմանչած վարժարանը եղավ համասկային թարգմանչած, ուրեմն ստորագրեցինք համասկայինի հետ, Բեյրութեն եկան գետրոնագանը Մգրդիչյանը, Ադենաբենը, փոխադենաբեդը Մգրդիչ Յակուջան եւ ստորագրեցինք աս Ախտենարյան եւ իրագու հետ, որովհետեւ մեր ուզածը ինչպես որ գսեի վարդան կարևորը հայլեզուն է մենք ունենք շենքը դերը դասարանները
բայց մենք մասնագետ չենք ինչպես մանկավարժության։ Ուրեմն իրենց հետ միացանք, որպեսզի միասին ուժով թափով հասնենք գերազանց արդյունքի մոտ։ Նպատակնից անշուշտ երկրորդական վարժարանն է 2018-ին եւ ինչու՞ չէ հավանաբար մինչեւ լիսե քիչ հերու ծրագիր է լիսեն ամփոփանանք 2018 թվականին, որովհետեւ կարևոր դարիմն է գիտնալով որ մեր այս տարվա CE2 դասարանը երրորդ դասարանը երկու տարի են պիտի լա 6-րդ կոլեջի առաջին դասարանը երկրորդականի առաջին դասարանը եւ ունենք արդեն իսկ 17 աշակերտներ նպատակը ան է որ լավ թափով սկսենք 6-րդ դասարանը այսօր թիվը քանի է աշակերտներու որտեվ ծեր թիվը միշտ փոքր եղած է այո այսօր 85 80-ը բագաս ենք տարվան սկիզբը, այսինքն 2000 սեպտեմբերին 15-ին 2015-ին եւ հիմա 78 էինք adank այդպես ասենք եւ եղանք մոտավորապես 80 լավ լուրան է որ արդեն իսկ 20 ավելի արձանագրություն ունենք որ դասարաններու համար մանկաբարձի ձիլիկ դասարանը, բայց միևնույն ժամանակ ունենք կարևոր արդեն մանկաբարձի ձիլիկ դասարանն է, որտեղ արդեն 15 ավելի աշակերտ ունենք։ Նաև ուրիշ մեծ դասարաններու մեջ ալ կան արձանագրություններ կան, ուրեմն կհասնենք 20 արձանագրություն, բնավ այսքան գանուխ, այսքան քանակով արձանագրություն չէին ունեցած։ Ուրեմն ավական լավ գստանա, ավական լավ գերեվի եւ հույսով ենք որ նաեւ միջև կոնե սեպտեմբեր ուրիշ արձանագրություններ ունեն։ Մենք նաեւ խոսենք Ալֆորվիլի մասին, Ալֆորվիլի մեջ կոլեջը արդեն Մարի Բարավյանը այստեղ է, որովհետեւ այդ մասին խոսի, բայց Ռովինար Կևոնյան հաղթանակ է արդեն, որովհետեւ շենք բարձրացնելը նախ եւ առաջ նյութական խնդիր է եւ մեր մոտ որոշ վախկոտություն կա եւ որ թիվերը 6-0-ով սկսի դառնալ արդեն հարց կունա կարելի է թե կարելի չէ բայց միլիոններով այսօր կարելի եղավ դրամ հավաքել շնորհիվ առաջին երթին պարոն Արապյանին եւ շատ սիրուն դպրոց ունենք այսինքն ես գուզեմ շեշտել որովհետեւ ընդհանրապես հաճախ ոչ միշտ բայց երբեմն մեր դպրոցները էսթետիկ առումով վիճակը այդ չէ իսկ այս բարակային հպարտ ենք որ նաև սիրուն դպրոց ունի մեր երեխաները Բարև ձեզ ճիշտ է որ մեծ հաջողությամբ եմ խոսեմ այսօր այդ նյութի մասին խոսելու որովհետև երբ նոր կոլեջ բանանք կարծենք որ ամբողջ համայնք կուրախանա եւ միայն մեր դպրոցը չէ կամ քու դպրոցը չէ բայց ամենուն դպրոցն է ուրեմն ճիշտ է որ շատ քոենք ճիշտ է որ դժվար էր բայց ուրիշներու համար ալ դժվար եղած է եւ գլա հավանաբար բայց գամքով կալեցինք եւ ուրեմն մեզ համար մեծ լուր է որ սեպտեմբերին սկսյալ 6-րդ դասարանը կբացվի այդ արաբյան շենքի մեջ ճիշտ է որ բարոն Արաբյան բայց նաեւ հարյուրավոր վիրատուներ են որ այդ շենքը եւ շատ որ աշխատեցան նաեւ եւ ուրեմն այդ շենքի մեջ երրորդ հարկը բարաբե հիմա եւ պիտի լա մեր կոլեջի համար նոր դասարաններուն համար Լավ, ուրեմն Մարի Բարավյան մենք խոսենք դերևս ձեզի հետ ֆրանսերեն ոչ թե որտեղ հայերեն չեք գիտեր, բարոն Տակեստյանի աշակերտը եղած եք, բայց ավելի հանգիստ եք գիտեմ, donc le projet, c'est un nouveau projet. Pour nous, en tout cas, à Alfortville, pour cette école, c'est un nouveau projet. Comment aborder cette nouvelle année avec une nouvelle classe, avec ces problématiques? Quels sont les gros problèmes auxquels vous faites face? Bonjour à tous. Oui, donc on va démarrer cette école juste avec une classe de 6e. Le gros problème, c'est le corps enseignant, bien sûr. C'est de trouver les professeurs et de trouver les bons professeurs. Alors j'ai la chance d'être dans l'enseignement de proximité, j'ai envie de dire, à Saint-Maur, dans un lycée.
Et j'amène avec moi des enseignants du lycée de Saint-Maur, un lycée privé qui existe à Saint-Maur, et qui sont partants pour cette belle aventure de faire une 6e de qualité. Alors vous commencez, il est très tôt de parler de chiffres, mais est-ce que vous avez une estimation de combien d'élèves il va y avoir dans cette première 6e? Pour l'instant, alors je laisse Zovina peut-être s'exprimer pour les... Alors pour l'instant, la finalisation du projet de collège a été tardive, ça a duré plusieurs mois évidemment de négociations, de discussions, et donc nous avions dit à nos parents de CM2, nous avions actuellement 2 classes de CM2, nous leur avons dû assurer l'avenir de vos enfants, inscrivez-les quelque part, et toute l'année on leur a dit ça pour qu'ils, si jamais nous n'y arrivions pas, puisqu'il fallait bien avoir cette hypothèse en tête, eh bien que les enfants ne courent aucun risque. Et donc aujourd'hui, eh bien depuis 3 semaines, 1 mois, on dit à ces mêmes parents, écoutez, si vous le souhaitez encore, si vous le souhaitez à nouveau, eh bien notre collège ouvre et donc venez donc. Et c'est vrai que la première chose à faire, c'est de rassurer les parents. Alors, quelle première réaction? Est-ce que les parents sont ravis ou franchement ils ont des doutes sur la capacité de cette école de faire le pas, de franchir ce pas qui est quand même... On n'est pas dans une école élémentaire. Alors évidemment, l'enjeu pour les familles est très important. Ça, c'est très important. Le collège, c'est important pour l'avenir de leurs enfants. La réaction, nous avons réuni tous les parents. On leur a dit venez, même si vous ne changez pas d'avis, même si vous avez pris des engagements, venez donc, voir parce que c'est notre école qui continue. Voilà. Et il y a beaucoup d'attachement pour l'école de la part des parents et des enfants. Et c'est ça qu'on a ressenti en premier. Et aussi d'avoir en face d'eux des faits. Les parents, ils ont besoin pas d'être rassurés en théorie, mais c'est d'avoir concrètement des réponses. Et les réponses concrètes, c'est des enseignants de qualité. Une responsable qui sait où elle va, qui a de l'expérience, qui a plus de 10 ans d'expérience au lycée, dans un lycée bien connu de Saint-Maur, et donc en face d'elle, des professionnels. Et les parents, c'est ça qu'ils veulent entendre, c'est qu'il y a en face d'eux des gens tout à fait responsables. Et on a essayé de faire comme ça, et d'ailleurs, nous allons bientôt leur présenter tout le corps enseignant, et que chacun puisse juger sur pièce, et dire voilà, je peux faire confiance, et je peux mettre mes enfants dans l'école. Et donc moi, évidemment, je dis à tous les parents, venez voir, faites-nous confiance. Toutes les écoles arméniennes ont commencé avec un petit groupe d'élèves et de parents qui se sont dit voilà, moi aussi je fais ce pari-là, moi aussi j'ai cette ambition. Et donc voilà tout ce qu'on peut dire aux parents. Alors il est probable que vous commenciez, n'est-ce pas, avec un peu moins d'élèves que ce que vous aurez dans 10 ans. Et j'espère. Mais c'est un avantage pour les élèves d'être dans une sorte de classe privée à quelques-uns, peut-être moins nombreux que dans une classe de 30 qu'on a dans le lycée public. Donc c'est un plus pour les parents, pour les élèves. C'est un plus pour les élèves, ça c'est sûr. C'est quand j'ai présenté le projet à mes collègues de mon lycée, c'est ce qui les a enchantés aussi. C'est ce qui les a enchantés, c'est ce qui les a motivés, parce qu'ils se sont dit on va pouvoir faire avec un petit groupe beaucoup de choses. Et déjà des projets fusent sur des projets pédagogiques. De plus, il y a la réforme du collège, donc qui se met en place dès la rentrée 2016. Et cette réforme du collège, on va pouvoir la démarrer avec le collège, et c'est un plus aussi. Alors qu'en est-il des élèves qui étaient dans une école publique, qui pensaient aller dans une école publique ou privée ailleurs, et qui, au vu de la création de cette classe de 6e, pourraient éventuellement faire appel à vous, taper à la porte et dire « j'ai pas fait l'école arménienne jusqu'à maintenant, mais à partir de la 6e, je suis là, on vient ». Ils sont bien évidemment les bienvenus, et on a déjà un élève qui est dans ce cas. Oui. Très bien. Donc vos collègues instituteurs pourraient avoir la mauvaise surprise d'avoir des classes pleines. Pour l'instant, on a la chance de pas être 30, mais dans les établissements qu'on a aux alentours, on est habitué à peu près à 40. Donc d'ici qu'on arrive à 40, on n'en est pas là. Ուրեմն մենք շարունակենք եւ ավարտելու համար այս շինարարական զարգացման մեծնալու խնդիրները ուրեմն Հայկ Սարգսյան դպրոցասերը ունի երկար տարիների վեր ցանկություն լիսե բանալու կա դեր այդ ցանկությունը ծրագիրը հարգավ հիմնական ծրագիր է ոչ միայն դպրոցասերի կամ դպրոցասերի դիգնանց միության այլ իմ գազիկոս համայնքին արժևորող հարց մնե որտեղ առանց լիսե ունենալու համայնքը
երիտասարդ չի մնար։ Լիսեն ինքնակիդակցության, հայագերդումի, մագարտակ բարձրացնելու կարևոր օրրամ մնե։ Երբ որ մենք կսենք լիսենը իպանանք, ոչ թե դպրոցասերի լիսեն է, այլ համայնքին լիսեն է։ Երկրորդ գշունահավորեմ, որ Սուրբ Մեսրոպ Արաբյան վարժարանը գփանա կոլեջը եւ գուզեմ հաղորդել, որ դպրոցասերը պատրաստ է միշտ օգտակար լինելու։ Գուզեմ բարոն Վարդան հայտնել, որ այս տարի 2016 թվականին առաջին անգամ լալով չափանիշը պիտի գդրե, այսինքն պիտի անցնենք, քանի որ մինչև հիմա դպրոցասեր վարժարանը ունեցած էր 264 աշակերտ, մենք ունենք հակին արձանագրություններ եւ հասանք կալդարվա համար 270 աշակերտի։ Եվ առաջին անգամ լալով, որ խրախուսեմ Սուրբ Մեսրոպին 1996-ին ունեին 44 աշակերտ կոլեջի մեջ 4 դասարաններու մեջ հիմա կալ դարի մենք կունենանք 125 աշակերտ 4 դասարաններու մեջ ուր ստիպված 4 դասարաններուն 3 հատը 2 բաժանմունքի բինեմ ինչու այսինքն 7 դասարանի պիտի վերածվի որ մագարտակը բարձրացնեմ եւ ոչ թե 33-35 աշակերտ լա դասարանը, այլ 18-ի հասցնենք, 17-ի հասցնենք ամեն մեկ դասարանը։ Հարգավ ոչ բոլոր առարգաները, որ նաև պետք է պատրաստենք մեր աշակերտները, երբ որ երթան լիսե, հոնդեղ բազմաթիվ են աշակերտները։ Կարևոր առարգաները, քանի մբա պիտի գիսենք, որ մագարտակով եւ ինչ կսեն ավելի օգտակար ձևով տասերագենք աշակերտներուն։ Այսինքն Սուրբ Մեսրոպը կրնա մեծ հույսեր ունենալ ավակայի համբերություն։ Գարավետ Տակեսյան, նախքան կրթական խնդիրները քննարկելը Հրանտինք դպրոցը մենք այստեղ հաղորդումներ ունեցանք վարչության անդամներու հետ, ունի իր դժվարությունները, տեղի, գումարի, ով չունի գումարի դժվարություններ, ինչ վիճակի մեջ է այսօր դպրոցը աշակերտության, TV, շարունակականության, զարգացման առումով։ Ֆրանսիայի մեջ հայ դպրոց ստեղծելու համար նախաձեռնողներ վերջին հաշվով կունենան իրենց կողքոտան։ Հետևաբար ամեն դպրոցի պատմության մեջ նման դժվարություններ կան, մինչև որ դպրոցը վերամուդին արդեն գիտնա թե ինչ իր բյուջեն ինչ է։ Այս որոշիչ դվյալ է, որովհետև հակառակ բարակային անորոշության բարակային դպրոցի մեջ լարվածություն կստեղծվի, ոչ թե չարգամեցողության հետևանք, այլ անորոշության հետևանք լարվածություն կստեղծվի եւ դուք ձեր աշխատանքը չեք կրնար գազմագերվել, այնպես ինչպես որ գերեվակայեք։ Այս բնական վիճակ է։ Մենք վերջին 2-3 տարիներուն կրնամ առանց չափազանցության ասելով, որ շատ դժվար ժամանակ անցուցինք, խնդիրը գրնանք ասել, որ ամբողջական լուծում չկդած, բայց լուծման ուղղության մեջ ենք։ Այս առաջին դվյալ, երկրորդ դեղի խնդրով վարչությունը նկատի ունենալով դպրոցին հավանական զարգացումը մայր շենքին երկու կողքին աչծախ գտնվող շենքերը արդեն քնած է եւ անոնք վարձեդալով ասենք որ որոշ եկամուտը գաբահով է որպեսի այդ դուներուն համարհատկացված գումարը ամբողջացնե տրամադան մեջ հետևաբար ընդարձակման հնարավորությունները երբ որ ստեղծվի արդեն կան կանի աշակերտ կա այսօր ուրեմն մենք երկու հանգրվանով աշխատին կարավոդուն շամուտուգեսին մանգաբարդեզը գուկա 4 դասարաններով հետո նախագահարանը իր 5 դասարաններով 10 գավարդի ժամը 4-ին այս տարիգա 66 աշակերտ հույս ունենք որ անիկա թեպի 70 լա նոր դարվա արիթով
բայց երկրորդ անկրվանը կսկսի ժամը 4:30-ին մինչև 7:30 այս անգամ դարբեր դպրոցներեն հանրագրթական վարժարաններեն դպրոցասերեն գուքան երիտասարդներ, որոնք ինչպես որ քիչ առաջ նշեցիք, հայկական դպրոց երթալու արիթը չունին ոմանք, ուրեմն իրենց հետ մենք կաշխատենք, իրենց նեցուկ կգանքնենք, որպեսզի իրենք քոլեջի եւ լիսեներու մեջ հաջողին։ Ասիկա ոչ հայկական դասանի ոչ հայկական այո, բայց այսիկա ինչ կուտա նախ Սուտյանի դասերն են այնպես այո, բայց իրար կճանչնան։ Հետո իրենց մոտ այն պատկերացումը կա, որ հայկական երթիկի տակ կարելի է իրենց աբակային մասին մտածել։ Այսինքն իրար ճանչնալ եւ իրարու հետ լալ։ Այս սկայնությունը մենք շատ կարևոր կնկատենք եւ այսօր հետևանքալ ցեզի գրնամ թիվերսել ասկե 6-7 տարի առաջ մեր շրջանակը, որովհետեւ Արնուվիլի Վիլիելբերի գողմը ուրեմն այն ընտանիքներն են, որոնք այս երկրին մշակույթին հետ այպես ամիջական գաբ ունեցող ընտանիքներ չեն։ Հետևաբար մշակութային տարբերությունները երախային ուսումնական կյանքի վրա ամիջական աստեցություն ունի։ Հետևաբար մեր դպրոցը կստանցնի այս, որպեսզի կարողանան մեր երիտասարդները այս մշակութային տարբերություն հաղթահարել եւ կարողանան իրենց բնական ուսման ընթացքը ապահովել։ Որովհետեւ մենք կհավատանք, որ եթե հայկական դպրոցի երթիկին տակ երախայի մոտ այն սկացումը ստեղծվի, որ հոն իրենց աբական է խնդրարարական եւ հոնգան չանք, հոնգա արդյունք այդ բարակային, եթե կարելի է ասել ամեն ինչ պատրաստ է այն ինքնության, որում մենք կցկտենք, որում մենք կփապակենք տեսնել երախաներու մոտ, անալ հայեցի ինքնության գերդումին համար ենթահողը կպատրաստվի։ Եվ ասիկա մենք կդիտարկենք հետևյալ երկու գեդի մեջ նախ մեր դպրոցի մեջ ես նկատած եմ, որ այն երախաները, որոնք ուրախ են, կսորվին, կտեսնեք, որ շաբաթ օրը գուքան ցեզի գսեն բարոն կամ դիգին այսօր շենքի մեջ ունելիք բան կա, կրնանք օգնել, կամ փոքրերը գուքան քնտագա առած գուքան գսեն փագի մեջ մենք կրնանք խաղալ, անշուշտ աս մեզի համար շատ ուրախացուցիչ է։ Այս ընդհանուր վիճակն է, որ քիչ հետ եթե լեզվի դասավանդության հետ առնչված ուրիշ հարցումները լա, որ ես կուզեի շաղկապել, որովհետև մեր խնդիրը սպիրկի մեջ ինքնության գերդման հարցն է, իդենտիտետի հարցն է, որովհետև իդենտիտետն իր մեջ կընդգրկե լեզուն։ Իդենտիտետն ավելի բարդ հարց է, ինքնության խնդիրը շատ ավելի բարդ է, ուղղակի գաղում ունի գրթական աշխատանքի հետ եւ միևնույն մարդու բնական զարգացման հետ գաղում։ Այսինքն գրթականը ոչ միայն դպրոցի մեջ գրթական աշխատանք է, նաեւ միջավայրի եւ ընտանիքի։ Որովհետեւ ֆրանսիական դպրոցը, որ ասիկա մեզի համար փախտ է, իր հիմնադրության օրեն արդեն գրթական հարցը ցկած է իր ծնողքին։ Ուրեմն դպրոցը ասած է, ես պիտի ուսուցանեմ, ինստրուկցիոն եմ։ Ծրագիրս ունիմ, այս ծրագիրը երախանգամ գարնե կամ չարներ։ Ուրեմն անշուշտ այսօր մանրամասնության չենք ուզեր մտնել, մինչդեռ հայ դպրոցը գրթության խաղապար ունի, օրինակ հայ դպրոցը ունի դաստիարակ բարը, որ ոչ ֆրանսերենը կա, ոչ անգլերենը կա։ Այս դաստիարակը լալու հարցը, այսինքն երախային զարգացման ընթացքը գիտելիք յուրացնելու հարցը եւ որպես մարդ ծավալումը զարգացումը դաստիարակ բարի մեջ փոխանցված է։ Գա ուսուցում, կա դաստիարակություն եւ գա գրթություն։ Հետեւաբար մեր դպրոցի բադմութենեն եկած եւ այսօրվա համար շատ հառաջատեմ այս խաղապարը արդեն մեզի գրնա ջամփապանալ, շատ ջամփապանալ վստահ։ Լավ, մենք պիտի անդրադառնանք դարադեսակ խնդիրներու, բայց եթե հայերեն լեզվի մասին խոսենք, առաջի հերթին ես կուզեի ուսուցիչներու մասին խոսիլ։ Ուսուցիչ գտնելու, ուսուցիչ վերապատրաստելու, ուսուցիչին ցանկություն տալու հայերեն սորվեցնել, այսինքն հայերենի դասատու ըլլալը առաքելության վերածել եւ ոչ թե միայն արհեստիմը։ Այս առումով ֆրանսահայության մեջ կա, ասենք այսօր եւ եկող 10 տարիներու համար ուսուցիչի խնդիր Վասկեն Տետյան։ Դուք այդ հարցը երևի լուծած եք հայերենի։ Այո, մենք շիդագը հայերենի ուսուցիչի հարցը լուծած ենք, որովհետեւ մեր մանկաբարձի առաջին երկու դասարանները Դիլիկ եւ Գոգոնզարիգը, Դիլիկ եւ Գոգոնը ներողություն, բոլորովին հայերեն գնենք։ Եվ քիչ առաջ գխոսենք այդպես է, չէ՞, միշտ դպրոցներում մեջ եւս
Հայերեն չեն լման Միայն առաջին դասարանը բոլորովին հայերեն է եւ երկրորդը գես ֆրանսերեն է։ Այդպես է ներկայացնում։ Ուրեմն ուրեմն ծաղիկ դասարանին արդեն գսկսինք հայերեն եւ ֆրանսերեն եւ նաեւ շատ քանի մոտ հաշվել եւ այլն անգլերենով, որ ադիգա Զդիկ սպառում գնանք սպառում բայց չէ բարձավես քույները տիվերը անգլերենով որպես ավելի թյուրունը լայ հետո ադիգա այդ գեդը կարևոր չէ հայերենի մասին խոսելու համար ուրեմն առաջին երկու դասարանները մանգաբարդեզի բոլորովին հայերեն գնենք եւ այդ գեդը պիտի շեշտի որ քիչ առաջ որ գխոսեինք փագին մեջ հայերեն Ջան խոսիք բզիկները ճիշտ է մեր դեպքն ալադանգե բայց մեծ դասարանները զարմանալի օրեն այդ երկու դասարանները փագը բզիկներ երագու այդ հայերեն գխոսին բոլոր բզիկները գխաղան հայերեն գխաղան ինչ որ մեծ առավելություն մնե ուրեմն տասա մեր դեպքի ուրեմն քանի որ կառավարության հետ կոնտրակտի դագենք որոշ ստիպված ենք ծրագիրը Anel rectorain éducation nationale ուրեմն մենք հայերեն դասավանդությունը շատ քիչ է ուզենք անշուշտ ավելի դասավանդել անոր համար չորեքշաբթի գեսօրեն երկերը ուրեմն հայերենով ինչ որ գսենք ակտիվիտե պերիսկոլար կամ հայերենով դասեր եւ ծրագիրներ գնենք ինչ որ կարևոր է քանի մդարի է վեր թատրոն գնենք որ շատ կարևորություն ունենք թատրոնին հայերենի դասեր որ գսենք ինչ գնդկրկե իր մեջ քանի դասապահ շաբաթը եւ ինչ նյութեր որ չորեքշաբթի օրվա կոորդինատիա մասին է խոսքը սովորական հայերեն լեզուն ուրեմն շաբաթը 6-7 ժամ որ հայերեն լեզվի թե աշխարհակրթություն հայերենով չէ հայերեն լեզու մենք երկրորդական դպրոց չենք նկատեն միան մանկաբարձ եւ նախագահտական ենք ուրեմն անոր համար չորեքշաբթի օրերը ինչպես կսեի չորեքշաբթի օրերը գնենք հայոց պատմություն նաեւ գնենք գրոնք դեր կուրքենը գուկա հայերեն բացադրե պատմությունը գրոնքի ասենք գնենք թատրոն հայերենով եւ ջանդրակ կալդագնե սպեցիալ բիդենենք նաեւ մարզանք բասկետբոլ բիդենենք հայերենով չէ շատ լուրջ շատ լուրջ այո ուրեմն ծրագիրը ան է հայերենով որովհետև շատ քիչ մեզ համար քիչ է հայերեն խոսելու արիտը ուրեմն կալդագնե սպեցիալ ասպոլոգ ծրագիրները բիտնենք առավել մարզանքը Գարավետ Տակիսյան սա գոմյանա ծեր եշեմ կիրեք դեր գայ ծրագիրը սակայն գար ծրագիր ծեր մոտ արհեստանոց հայերենով քիմիագիտության կամ ֆիզիկի մաթեմատիկի հայերենով գմյանատ աշխարհակային թատրոնին կամ մարզանկին դարբեր բաներ են բայց միտքը նույնն է ինչ այդ փորձը ինչ տվավ ժամանակի ընթացքում տեսեք հայերենախոսության խնդիրը նյութ մնե որ շատ մանր քննարկման եւ անկեղծ վիճարկման նյութ պետք է դառնա բնականաբար ցանկությունը կա ով չունի այդ ցանկությունը թե ոչ osում ենք ինչու հլանք հայ իրականությունը որ համայնքները հայախոս եղած են այն համայնքները Լիբանանը եւ Սուրիան որովհետեւ Լիբանանի եւ Սուրիայի մեջ կա հավաքական կյանք ասածատենս նկատի կունենամ սահմանապակված տարածք այդ տարածքի մեջ կան գազագերբություններ որոնք իրար ամբողջացնելով երիտասարդի ձևավորման կնպաստեն միայն դպրոցի հարց չէ կյանք մկապրվի միշտեր հոս կամ արևմտյան աշխարհի որ մեր մեջ այդ հնարավորությունը չկա այս առաջին տվյալ հետևաբար պիտի չսպասենք այն ինչ որ կարելի է ռնել դժբախտաբար հոն եւ հոս միևնույն արդյունքը առնենք այս առաջին տվյալ երկրորդ տվյալ որովհետեւ այդ սոցիալական կառույցը չունեցող համայնքը չկա ուր հայախոսությունը լա չկա այդպիսի բան
Երկրորդ խնդիրը այն է, որ երբ որ ամիջական շրջաբադի մեջ դուք հայերեն չեք լսեր, երեխան պետք է գիտնա իմաստավոր է, որ ինչու հայերեն պետք է խոսի։ Երեխան գուզե իմաստ տալ իր ըրածին։ Անշուշտ է մանգավանեն հոգեբանական գարկմաբայմաններ, ուսուցչին վարպետությունը, ուսուցչին երեխայի մոդենալու գերբը բնականաբար նշանակալից է եւ գրնա երեխայի հետ կապաստատել, այո, բայց դուրսը ընդհանուր առմամբ այդ լեզուին իմաստավորման խնդիր կա, որ պետք է գրգին վիճաբանության նյութ դառնա։ Երրորդ հարց, երբ որ բադանին արփունկի շրջանի կհասնի, երբ որ քոլեջի աշակերտ է, ուրեն իր շոշապած նյութերը ֆրանսերենով կամ անգլերենով կամ այլ լեզուներով շոշապած նյութերով փարամթերքը այնքան հարուստ է փախտատմամբ այն հայերենին, որ ինք կհաճողի խոսիլ նախագրտարանի մեջ անթունդ է։ Սօրինակ քոլեջի պարարանը 28000 բար է։ 28000 բարի մեջ կա ամբողջ քոլեջի դասակրկերուն նյութը։ Բնականաբար չկա բեկը, որ 28000 բարը ֆրանսերեն գիտնա եւ հետո օգտագործը, հասկանալի է։ Բայց հայերենը իր գտնված թիրքին համացայն այդ լեզուի չգրնար մրցակցիլ եւ ուղեղը դեղ մգուկա ուր կսկսի խոսիլ կանտրատարնա որ այդ կեդեմբերջ պետք է ֆրանսերեն խոսի։ Հիմա ասոնք իրականություններ են, որ մեզ մեծ դուրս է։ Ուրեմն դեղը ինչ պիտի տնենք։ Դեղը պիտի տնենք այնպիսի գործունեություններ, այս մեր համոզումն է, որ երախան ըսկա որ հայերենով գրնա բահեր անցնել եւ այդ բահը իրեն համար նպաստավոր է, իր մեծնալուն նպաստավոր է։ Այսինքն երախան արագ կսկա։ Հետեւաբար իսկ բարդության խնդիրը, այսինքն երեխան որ վարժ չէ այդ միջավայրի մեջ ապրելու, ճիշտ է որոնք ոմանք իրենց ընտանիքներում մեջ ավելի հայերեն խոսին կամ ոչ, այդ սոցիալ միջավայրը, որուն մասին խոսեցաք, տեղը կա, տեղը չկա, մեկուն համար կա, մյուսին համար չկա, իսկ եթե չկա արդյոք բարդույթ ստեղծելու նաև արիք չէ այդ ատելյեներու մեջ, արհեստանոցներու մեջ բարդատրապար հայերեն խոսել։ Բակ շնորհակալ եմ այս հարցումին, ես բայց բարդատրել բարը պիտի չկործածեի, բայց երբ որ երեխային այդ սիրով կվերապերիք եւ երբ որ երեխան գսկա որ այդ հարաբերությունները իրեն համար է, ուշ կամ գանուխ ցեզի հետ երկխոսության գնստի։ Այդ բարակային արդեն հոգեգան լալով ազատագրված է ինք։ Հետևաբար բարդույթի հարց չկա։ Հոգ չէ թե դանը մեջ հայերեն չխոսի, որովհետև մեր բարակային, մեր ամիջական շրջանակի մեջ կրնամսել, որ աշակերտության 105-ը միայն եթե դունը հայերեն գլսե։ Այդպես եւ ավելի նկատի ունենալով որ միայն բոլսեն չէ որ գուկան անադոլուի խորքեր են որ քուրդերեն գխոսվի դոնը զասայերեն գխոսվի մայրը ֆրանսացի է հայրը թուրքերեն գխոսի եւ 24 ժամալ հերադեսի լպած է թուրքական հերադեսի լպած է հետեւաբար յուրաքանչյուր երեխայի հետ մեր ունեցած հարաբերությունը բնականաբար ժամանակին մեզիներած եւ քիչ մնալ մեր վարպետության հետ առնչվածած է այդ երեխային հետ մենք ինչ կապ կհաստատենք որ այդ երեխան հայկական դպրոցը ընկալ է իր հայրենիքը Այսօր վրայև որ կարելի է լեզվական շենքը կառուցել։ Հայկ Սարգսյան, բանալին երևի այդ դաստիարակ աշակերտ, դնորեն, աշակերտ հարաբերության մեջն է։ Նախ այս հարցումին պատասխանել են առաջ կուզեմ հստակացնել, որ Ֆրանսիայի մեջ հիմա կգտնվի 7 ամենօրյա հայկական դպրոց։ Բայց մեկ հատ, որ միջև լիսե գերտա։ Այո, 7 հայկական դպրոց, որ մեկ հատը լիսե գերտա, մեկ հատը քոլեջը Փարիզի մենք ենք, եւ մյուսներն նախագծանը եւ բաբակայինը Սուրբ Մեսրոպ քոլեջ։ Մեկ հերացայինեցի պատասխանատուներուն, ունենք աս 7 հայկական դպրոցներուն մեջ 1258 աշակերտ, որոնք 1258 աշակերտներուն կտազավանտեն հայերեն լեզու, մանկաբարձ մինչև լիսե 26 ուսուցիչ 26 ուսուցիչին մեջ միան 4 ուսուցիչն է որ Ֆրանսիայի կառավարությունը գվճարե իբր հայ ուսուցիչ գվճարվին կոմ մետրը օքսիլիեր մետրը օքսիլիերը կնշանակե իբր օգնական օժանդակ ուսուցիչ ոչ թե կոմ տիտուլեր տիտուլերը այսինքն իր բաշտոնին վրա է մետրը օքսիլիերը ամենաբարձ աստիճանն է Adonk 4 ուսուցիչները իրենց ամսականը բարձրացնելու համար Education National-ի մեջ պետք է քննիչ կա։ Մենք քննիչ չունենք,
Գխնդրեմ, որ պետք է ունենանք chargé de mission d'inspection et d'évaluation, այսինքն քննիչը ստեղծենք համայնքը միասնապար, որ այդ քննիչը այդ ուսուցիչներուն քննե եւ արժեվորվի ասծեվով աբակացու ուսուցիչը պիտի սկա որ գրթական նախարարության մեջ ոչ թե մետր օգզիլիեր գմնա, այդ տիտուլեր գտարնա, հետո գշարունակվի կոնկուր անցնելու համար pedagogan օրեն հայերեն լեզվի ուսուցիչ չի գա կապես կամ եւ այլն չունի եւ ասիգա մեկ հարց անանգենի ինչու չինացիները ադալ որոշ բզդիկ աշխատանքում հասկացանք չինացի տիտուլեր ուսուցիչ է մաթեմատիկ դասավանդելով մաթեմատիկ Գտարնա չինարենով չէ ինքը մաթեմատիկ դասավանդե իբր Ֆրանսիայի մեջ ֆրանսերենով բայց քանի որ չինարեն գիտե գտարնա նաև չինարեն լեզվի ուսուցիչ անագեն ինչ կմնա մեզի մենք փնտրենք մեր շուրջ որոնք տիտուլեր են անգլերենի մաթեմատիկի ֆիզիկի այդ հայերեն հայ ասկությամբ ուսուցիչները որոնց գործենք իրենց համոզել որ եթե որոշ չափով հայերեն լեզուն գիտե ավելի դիրաբեդ է երթա ինալկո երթա տասերու որովհետև շատ դրությամբ կդառնան տիտուլեր աշխատանք է իսկ հարց կզակի այդ ուսուցիչները որոնք մաթեմատիկի ուսուցիչ են եւ որոշ չափով հայերեն գիտեն տիտուլեր են դուք պիտի վերցնեք հայկական վարժարանին ներս դառնալու համար հայերենի ուսուցիչ եթե այդ վարժարանները 7-ը դարսավ 70 գունենանք ուսուցիչներ որտեղ առաջին հարցումը մենք ուսուցիչ ունենք մենք ուսուցիչ աբակային կրնանք պատրաստել քեզի օրինակ կդամ գո այսօր համար հիմա լիսե ունենք ֆրանսիական Փարիզի մեջ լիսեներ որոնք հայ աշակերտները գահաջախեն եւ ափսոս գատեբրոսասերեն գասուպմեսրոբեն Կպապակին որ հայերեն սորվին ինչու հիմա ադենն է ընդրություններու գարավարական Ֆրանսիայի որ մենք բահանչենք դեմի պոստ պոլամինյան այսինքն 9 ժամ մեկ լիսեի մեջ միշտ լիսեի մեջ 9 ժամ տասավանթե հայ ուսուցիչը որ այդ լիսեի մեջ ֆրանսիական լիսեի մեջ աջախող աշակերտը ուրդեղ շատ աշակերտ գերտա գրնան երտալ եւ տաստալ Ես լուծում մգուդամ գո այսինքն կզակի Ձովինակ Տևոնյան երկրորդ խնդիրը այսինքն մենք դպրոցներեն ավելի անտին պիտի տանենք զրույցը հայախոսության կամ ինչպես պարոն ասավ հայերենախոսության եւ հասկանանք որ մենք ինչ կփնտրենք միայն հայերեն խոսող դարերը ճանցող աշակերտներ մենք կփնտրենք հայերենով ստեղծագործող աբակայի երիտասարդներ թե կփնտրենք ինչպես երբեմն գսվի բակալորիայի համար մի քանի կետ ապահովելու համար հայերեն դասերու հետևող աշակերտներ ինչպես կսեր բարոն Դակեսյանը քիչ առաջ աշակերտներու զարգացումը ընդանուր ծրագիր մնե եւ համացան են բոլորովին իրսածին ընդանուր ծրագիրի մեջ չի պիտի գդրեսեսերով ասմեգը միան եթե քիչ մկիտնախոսիլ բավական գլա ասմե գարելի պիտի գարտա օրմը լրակիր մը պիտի բանը հայերեն պիտի գարտա կամ ասինչը պիտի համարսարան երթավերջը գարելի ինալկո պիտի քրապար սորվի չեմ գարձեր որ գրնանք ասանք այդ նպատակներուն հասնիլ ամիջապես բայց գրնանք ասել եթե ընդանուր ծրագիր մնե պիտի թուն պիտի դաս երեխան պիտի առնի բայց միջոցը պիտի ստեղծես որ դա եւ բարոն Սարգսյանի ասածը շատ կարեւոր է որովհետեւ ուսուցիչները միակ կամ դոնորենները միակ չի պիտի աշխատին ընդանուր համայնքի ծրագիր մնե այդ դպրոցներուն զարգացումը եւ այդ ուսուցիչներուն հարգը ուզեմ ասել Փարմը պիտի կորզեմ որ գալի հոսպիտ չէ գսեմ քաղաքական ծրագիր է համայնքի ծրագիր է ասկիտ ծրագիրն է ինչպես 19-րդ դարում վերջավորության ծրագիր մտարցավ մշակութային եւ ասկային ուրեմն եթե ասկային փարը կորզածենք հայերեն որ կորզածի որ միշտ դժվար թարգմանություն գուտա ֆրանսերեն բայց հայերեն հստակ է ասկային ծրագիր մը պետք է լա եւ այդ որ գսեր բարոն Սարգսյանը պիտի ընդանուր համայնքը պիտի քրգե Աբրիս
Թե ոչ չի պիտի կալե, մեկ դնորեն ինքը գիտե, որևէ դնորենը ամեն օրյա իր կոդի մեջ այդ դժվարությունները գսկա։ Հայերեն ուսուցիչը պիտի կա, որ դիպլոմով պիտի կա։ Ինչպես պիտի լա իր ֆրանսերենի ուսուցիչներուն հետ, որ անոնք վճարված են բեդութենեն, եւ որ դարբեր թիրք ունին։ Ինչու հայերեն ուսուցիչներու թիրքը ավելի վատ լա։ Ինքը պիտի սկա, որ իր թիրքը ավելի վատ է, ուրեմն իր լեզուն ավելի վատ է։ Ուզեմ ասել, որ լեզվի բան մագարտակն ալ գսկացվի այդ դեսագետով, որ համար այդ հարցումին բադասխանելու համար ես կարծեմ, որ ընդանուր ծրագիր մնա։ Այդ ընդանուր ծրագրի մեջ հարգավ գրթական բաժինը գա ծրագիրը գա, որ պիտի մշակվի եւ փորձերուները պիտի փորձեն մշակել ավելի լավ։ Երկրորդը, որ մշակութային ծրագիր մգա հետը եւ երկուքը միասին գավված են։ Մշակույթ հիմա ասենք, որ մեր Սուրբ Մեծրով Արաբյանի երեխաները նախագծար են 15 օր առաջ Մարսելիա կացին, որևէ բանաստեղծության մրցում կար։ Մասնակցեցան, բայց արդուն մրցումին կացին, այսօրեն վերջ մյուսեմը կացին դեսան եւ այդ տանկարանը դեսան, որ շատ դակշական ցեով բդդեցան, վերջնալ կացին ծովեզեր բդդելու։ Ուզեմ ասել, որ երեքի մեջ հաջուկ գա երեխաները ծովեզեր կացին եւ երեխաները ծով շատ կսիրեն եւ միասին խաղալով հաջուկ սկացին եւ իրենց հիշադակ մը եղավ ադիգա, որ դաստարի վերջը պիտի իշեն, որ այդ ընկերոջ հետ այդ ծովեզեր կկացած են։ Տանկարան կացին, որովհետեւ ընդհանուր մշակույթ մգա, միայն հայկական մշակույթը չի գա։ Եվ մյուսը միջարգրագանի մշակույթն է ընդհանուր, եւ հայկական մշակույթը գրնա մեջը մտնալ այդոր, եւ բանաստեղծության մրցումի մասնակցեցան, մեկը շայցավ, մյուսը զիգանշան ունեցավ, եւ ուն կնշանակե, որ հայելալը գրնա նաեւ հաղթանակի դանիլ, ինչու՞ չէ, եւ հաջուկի դանիլ, եւ ալ բդդեցան շոկեգարկով Ֆրանսան։ Այդ սադսեսելով որ ընդհանուր ծրագիրն է։ Այդ խնդրեմ Բաղդասարյան։ Ուրեմն այս կետը կկարծեմ, որ շատ կարևոր դեղը հասանք մեր զրույցի մեջ, որովհետև ես կոնե իմ անձնական փորձառությանս դիբարմը ստեղծված է մտքին մեջ, այն երիտասարդը, որ հոս ծնած մեծած է, հոս դպրոցական հաջողություն արձանագրած է, հոս ցանկի ասպարեզ նետված է, ինքնավստահ է, անոնք են, որ որպես հանցնարու գմտնեն մեր համայնքի ցանկին։ Հետևաբար հոս հայության խնդիրը իրար մե պիտի չբաժնենք, ինչպես որ ծովինարը ասավ, մարդը իր ամբողջության մեջ պիտի տեսնենք, այն բաղուն, որ հայ դպրոցը գահաճողի, այդ ինքնությունը ճիշտ կերդել, որպես մարդ, այդ բարակային մենք անոնք ավելի հանցնարու կտեսնենք մեր կյանքի մեջ, որպեսզի այս սերնդապողությունը իրականանա, սերնդապողությունը ցևական բաներու փոխանցումը չէ, այլ մարդկային գերդման հարց է։ Երկրորդ բարական, որ հայգին նշած կետն է, հիմա մենք երբ որ երախա էինք, մեր բոլոր դասերանը հայերեն էր։ Մաթեմատիկը, ֆիզիկը, դառնապանությունը, բոլորը, հետևաբար մենք հայերենը լսած ենք ամբողջ ծրագրի համար։ Մինչդեռ հոս գա հայերենի թիրքը այն թիրքը ունի, որ գարձեք թե ֆրանսերենի ծրագիրը գա, հայերենալ 2 ժամ, 3 ժամ ունի, ուրեմն երախայի պատկերացման մեջ ասում խզված է։ Եթե հայ ցակումով ուսուցիչը դպրոց մտնե, որ ասենք որ աշխարհակրթության ուսուցիչն է, եւ աշխարհակրթության ուսուցիչը վստահաբար դասի ընթացքին բամը պիտի գտնե Հայաստանի վերաբերյալ աշխարհական վիճակը պիտի։ Եթե 10 վայրկյան խոսի 10 վայրկյան ոչ ավելի եւ ամեն ուսուցիչ նույնը է 3-4 ուսուցիչ, այդ բարակային երախային ընկալումը պիտի փոխվի։ Այստեղ լեզվի խնդիր չէ, ինքնության ավելի լավ խնդիր։ Որովհետեւ այն բահում, որ երախան ինքնավստահ է, այն բահում, որ երախան գսկա, որ այս շենքին դակ գմեցնա, այդ բարակային լեզուն հիմա իրեն համար նշանակություն։ Ամեն բարակային գարտին բոլոր համացան են, որ լեզվեն անտին է դպրոցի հարաբերությունը։ Այո, Քաղաքական կետնի վրա ճիշտ ասավ Ձովինարը, պետք է ընդհանուր թիդական ճանապարհը, ճամփամ ունենանք քաղաքական գուսակցությունները, կամ ՍՍՀ-ը, կամ եւ այլն, որ շեշտ տնեն։ Իմ հարցումս այդ պիտելա, ով, որտեղ հիմա միտքերու փոխանակում եղավ, եւ մենք կսկանք, որ ամեն 2-3 տարի նույնիսկ այդ մեր հանդիպումները այս եղանի շուրջ ինչ որ նոր զրույցի առիթ կստեղծեն։ Սակայն կորզնականացման խնդիրը գա այստեղ։ Այո, օրինակի համար գրնան բոլորը միասնապար, միությունները միասնապար, քաղաքական կետնի վրա միասնապար, գրթական նախարարության, ֆրանսիական գրթական նախարարության բահանջել post spécifique pour les écoles arméniennes qui enseignent l'arménien
post specific ունենանք ոնդե, որ կարողանա խոսնագը ըլլա։ Բացի ունենանք ուսուցիչներ, ինչ որ քիչ առաջի, բացի ունենանք քննիչը, որ աստծով մենք պիտի կարողանանք, որքան տիտուլյար ուսուցիչներուն թիվը շատնա, մետրոգզիներուն թիվը շատնա, այդքան հայ լեզուն, ֆրանսական, գրտական ծրագրի մեջ գենտանի լեզու գնա։ Մենք իզուր չէ, որ որպես հիմնահարց կվերցնենք ֆրանսահայ դպրոցներու մեջ, փագի մեջ հայերենով խոսելու չափանիշը։ Սա այն մուտքն է կամ այն տուրն է այս հարցը ձեզելու, արտարձելու եւ արիտ կուտա նաեւ ծնողներու մասին խոսելու։ Այսինքն ինչպիսի վերապերմունք ունի, որտեղ այսօր արդեն թեման բարձրացուցինք, հարցուցինք համայնքին, ինչպիսի վերապերմունք ունին Վասկեն Տերյան օրինակավոր ծեր ծնողները ըստ իրենց եկած երկրեն կամ ֆրանսահայ են կամ չեն, երդասարդ են կամ երդասարդ չեն, խառն ամուսնություններ են թե չեն, այսինքն այդ վիճակներով հասցեությունը երեխաներու վրա եւ լեզուն ընկալելու վրա։ Գարձեմ ասկի առաջ ասած էի եւ ժպտած ենք մենք ունենք քանի մծնող որ հայերեն չէին գիտեր բնավ եւ սորվեցան իրենց զավակը դպրոց հայերեն սորվելով իրենք էլ հայերեն սորվեցան բոլիսենեին սելիկս անե որ շուշտ լեզուն կարևոր է բայց ոս Փագերու մեջ հայերեն խոսելու կամ հայերենը դասավանդելի հետ ավելի հայ հոգի ունել աս բոլոր նյութը ինչպես որ գագաբեդը գսեր մենք օրինակ ես որ Լիբանան ծնած եմ փագի մեջ մենք հայերեն խոսեինք հոս այդ օրինակը որ դվի մեր բզիկ դասարաններու ինչու մեծ դասարաններու հայերեն չեն շարունակել Որովհետև հոս կարելի է գա նաև ծնողքը եթե գրնա օրինակ հայախոս ծնողքը որ դունը հայերեն գխոսի ավելի թյուրավ զավակը հայերեն մի խոսի քան թե ծնողքը որ միշտ ֆրանսերեն գխոսի նույնիսկ եթե հայերենը գիտե Իսկ ծնողներու մեջ կա գիտակցություն այսինքն գիտեք երբեմն մոդայի այսպես ֆենոմեն մը կա բահեր կան ժամանակային հատվածներ կան ուր հպարտության զգացումը ոչ թե երկու հոգի մոտ, այլ կտարածվի ամբողջ։ Դեսեք օրինակի երկրաշարժիատեն կամ հարաբիական պատերազմիատեն, Ֆրանսիայի քաղուտի մեկ հատվածը իր կոմպլեքսներեն դուրս ելավ եւ սկսավ իր հայկական ինքնությունը ավելի հպարտորեն դրսևորել։ Եվ ադոր բդուղն է դերևս այսօրվա սերունդը, որ ավելի անկաշկանդ կերպով ոչ թե միայն ցույցերու գերտա այլ տատուաժ գնեն հայկական թեմաներով, այսինքն հպարտ են իրենց ինքնությամբ։ Այս խնդրի մասին նաև պետք է խոսի, որ ծնողներու մոտ այդ հայերեն սիրելու մոդան կներեք բարի, ինչպես ստեղծել։ Նորություններու հետ միասին։ Հայկ Սարգսյան։ Երկու բան կա։ Նախ ասեմ որ Փանչլա վերջին 15 տարվա ընթացքին որ մեր դպրոցասերի աշակերտները որոնք շրջանավար եղան որոնք որ ամուսնացան կարող նույնիսկ երկու դպրոցասերի աղջիկ դղա իրար հետ ամուսնացան մենք հիմա ունենք այս տարի 15 զավակ 15 տարվա առաջվա շրջանավարտներու զավակները որոնք բերին արձանագրեցին դպրոցասեր գա քանի երկու ընտանիք որ լսեցի Բիդի առնեն ու վարձեն դուներ դպրոցասերի շուրջը։ Donc այս 15 տարվա ընթացքին արդեն զարթոնք մգա հայերեն լեզվի այս երդասարտները գուզեն իրենց զավակները արձանագրել։ Բայց կորզնական կետնի վրա իմ կարծիքովս մեր Փարիզի հայկական դպրոցները պետք է ուսուցչարան մստեղծեն։ Ուսուցչարան այդ վայրն է որ ուսուցիչը գերտա խոսի իր ցավերուն կամ աշակերտին ըրած սխալին կամ քնահատման մենք այդ ուսուցչարանը պետք է ստեղծենք որ մենք կարողանանք ուսուցիչներով դնորեններով խոսենք առօրյա հարցերը եւ ինչ հարց ունենք ինչպես մենք փորձարապարատ հարցը գլուծենք միշտոբրոց ինչպես գնայի Եվ միասին ինչու չկա Մենք օրինակ մեր արևելքի դպրոցների մեջ գիտենք որ ուսուցիչները
այդ երկու բահի հետո կհավաքվին 20 վայրկյան սուրճ մնալ գխմեն եւ կզրուցեն Այո, բայց նույն դպրոցի Հայերեն նույն գզրուցեն։ դպրոցի մեջ, այո։ Ես բոլոր դպրոցներում ուսուցչարան ստեղծվի ավելի փիլիսոփական կետնի վրա գսեմ գո եւ ինչու՞ չէ ամեն դպրոց ունի իր ներքին կանոնակրությունը ռեգլամանոն տեղը մենք ալ ունենանք 4 դպրոցները միասին մեր ռեգլամանը աս հայերենի մասին հայ լեզվի ինչպես կխոսին սփոսանքներուն ինչ եթե չողեցավնեվի ցախողի բիդե վերակննեվի պետք է միասնապարելանք Իսկ եթե առցանց այսպես ինտերնետային ֆորումը ստեղծեք եւ սկսեք քննարկումները ինչու՞ չէ Բացասներում այդ նույն հարցումին գարձեմ ծնողները պետք է կաչալերեն պետք է կաչալերեն որովհետեւ միալեզու երկրի մեջ ենք Զեմսել որ ուշ երկրներում մեջ այդ լեզվի հարցը նույն ցևով չի պիտի լա երբ երտաս Շվեյցարիա կամ երտաս չգիտեմ Պեյբա կամ Բելգիկա այդ երկրներում մեջ բնական օրենքանի լեզու կա եւ ուրեմն հարգավ դիբանան Եվ ուրեմն Բանան 4 լեզու կա ուրեմն 4 լեզու կա ուրեմն այդ կուզեմսել որ վարժությունը չի գա հոս եւ երբ ուզենք հոս ասնենք կամ գսենք նորոդար էս ֆրանսերեն բիսորվի սան ժամանակ ֆրանսերենի գանցից վերջացավ բայց երկու լեզու խոսիլ երկու ինքնություն ունենալ ավելի դժվար հասկացնել ադիգա եւ ծնողքը պետք է սկա որ գարելի է այդ տեղը գա գարելի է հանգիստ ցևով այդ երկու մշակույթները ինքնությունները լեզուները միասին արի երկրորդ կանը մենք կրնանք Տաստալ ծնողներուն հայերենի գրնանք օգնել ծնողները որբեսի օգնեն իրենց երեխաներին տասերենելու համար Ադիգա մեր ծրագիրները մեկն է որ ինչու՞ չէ օգնենք այդ ծնողները որովհետև երբ երեխան գրանք ունենելիք որ ծնողը չի գիտեր գարտալ որ գերացենին գերույն սասփարին չսել է կամ փարարամը գքնե որովհետև հայերեն լավ չի գիտեր այդ ծնողը օգնության պետք ունի երրորդ հարցը այն է որ երկլեզու ընտանիքներ կան շատ Եվ ադկեզատ ամեն դեսակ հայեգա մեր դպրոցի մեջը ռուսախոսը գա, թուրքախոսը գա, հունախոսը գա, ֆրանսախոսը գա, հայախոսը գա, ամեն դեսակը գա, եւ նույն ընտանիքի մեջ ալքանի մարդ խառնված կլա, եւ ուրեմն այդ հարցը ավելի ընդհանուր հարցն է, որ երկլեզության մասին դարձեմ ծնողները պետք ունին, որ մենք իրենց ասենք թե ինչու լեզուն պիտի խոսին, ինչպես երեխային պիտի ասես, որ երեխան գիտե լեզումը որ խաղալու Pan derma hasnելու բան մեջ ծերե չի խոսիր։ Երեխաները շատ լավ հասկանան դելեզուն չի գզարայի։ Ծնողքը նույն բանն է։ Մենք պիտի ասենք ծնողներուն, այո, հայերենը լեզումն է, որ աշխարհի մեջ ուր երտաս պիտի խոսիս։ Անգլերենը գա հարգավ, բայց հայերենն ալգա, որ դե ուր երտաս պիտի հայտնի վրա ինքս դեռ։ Կարևոր բան է, եւ ուրեմն շատերու մտքի մեջ հայերեն միայն եթե Հայաստան երթամ կխոսիմ։ Հիմա իսկապես շատ մեծ առավելություն է։ Ավարտեցեք խնդրեմ։ Ոչ միայն գուզեյսել որ հիմա որ այդ ցանցի աշխարհի մեջ անցած են 15 տարին մեր աշխարհը փոխվեցավ։ Եվ ուրեմն ամեն բան ցանցային է։ Գուզեմսել որ հարաբերությունները միջազգային դարձան շատ թյուրին, առաջ հերացան պիտի փնայի շատ սուղ վճարեիր, մեգուն հետո խոսեիր։ Հիմա ամբողջ աշխարհի այդ գաբերը շատ մեծ են։ Եվ սփյուռքի ժողովուրդը հիմա գրնա այդ տեխնիկ հեղափոխությունը որ գաբրին կոր Կորձածել եւ իրեն համար շատ արդյունավետ է լալ։ Նո այդ նոր աշխարհի մեջ հայերը որ մի շարժած են նորություն չէ հիմա մեծ եղերնին չէ որ հայերը սկսան շարժել հայերը միշտ շարժած են եւ որ միշտ քաղուտներ եղած են առաջ եւ ուրեմն գրնակ միջոցներ ունենալ այդ գաբերը հաստատելու եւ ծնողին ադիգա գրնանք ասել որ այդ նոր աշխարհի մեջ ուր որ դաս հայոց գրնաս գաբվի դում վարձել հարցագուրտ երթալ չեմ գիտեր մշակութային ծրագիր աշխարհի միշտ ծայրը այդ լեզուն խոսել Այդ տպավորությունը կա, որ յուրաքանչյուր դպրոց Փարիզյան շրջանի մեջ իր հարցերը առանցին գլուծի։ Փարիզյան շրջանի դպրոցները եւ որ հանդիպին, իրենց հարցերը առանցին գլուծեն, այսինքն խոսքս ասենք եթե Լիոնի կամ Մարսեի դպրոցներում ասեն։ Ֆրանսիայի հայկական դպրոցները ավելի քիչ կապ ունին, ասենք թե ամերիկյան փորձի հետ կամ արժանտինյան փորձառության հետ։ Ինչու մենք այս ամենահիմնական խնդիրը հայապահբանում է ինքնության խնդիրն է մեր աբակայի հարցն է ազգային բայկարն է ինչու այս առանցքային խնդիրը մնացած է լճացած վիճակի մեջ կարողացած որովհետև խոսքի մեջ մենք իրար հետ չենք խոսիր Այսինքն երբ որ հայերը կովկովի գուկան այսպես ֆերացական քանի մկաղափարներ կան որոնք չեմ թերակնահատեր Ամիջապես այդ մտոլորդը մեզի գբարուր է
եւ մենք կհաջողենք մեր դարբերությունները սեղանին դա գտնել։ Հիմա առնենք Բոլսեն եկած ընտանիքը, որ Բոլսի հայ դպրոցի որոշ պատկերացում ունի։ Հայաստանն եկած ուրիշ կխորի, բայց մենք երբեք չենք հաջողած, կոնե մեր բարակային գսեմ, որ աս երկու ընտանիք կովկովիդեն, թե ինչ ընկալում ունի, ինչ պերսեպցիոն ունի սա հայ դպրոցի մասին։ Կասկածներ կան, պետք է իրադեսը լալովսել, որ կոնե հայ դպրոցը հագարակ իր փոքրաթիվ վիճակին այսօր կոնե շեմը անցած է, այնա վստահության շեմն է։ Այսօր ամենացայդուն ամենափայլուն օրինակը անցյալ 2 տարի առաջ համասկայինը ցույց տվավ։ Որովհետև զարմանալի է, որ քեղեցիկ բանը մենք չենք խոսիր։ Ես ասած նկատացեմ։ Հիմա խորեցեք, որ համասկայինը 4300 լիսեի ամենալավ 189 լիսեներում մեջ են 33-րդ է։ Եվ ինչ պիտի ուներ ներողություն թրքական հերադեսիրը լար 3 օրացիկա պիտի խոսեր։ Եվ Գարձեն Խովան շրջանի երկրորդ լավագույն դպրոցն է։ Հիմա ուրեմն կնշանակե, որ հայ դպրոցը հագարակ 30 դարվա քոյության գրնա այս երկրի մեջ մշակութային այսքան հարուստ երկրի մեջ ինքսին հաստատել։ Ուրեմն կարելի է։ Ուրեմն այնպիսի դիալոգի երկխոսության կարիք ունենք, որ մենք մեր մտածածը չմտածածը սեղան բերենք։ Ինչ որ գվերապերի ծնողներու հետ հարաբերության, մենք հետևյալ ցևը որտեղ գրած ենք, այն երեխան, որ այն ծնողքը, որ մեզի հետ պատրաստ է երկխոսության, ուրեմն մենք ծնողքին գսենք մեզի գոգնես։ Ուրեմն քրկույկը։ Սա տասը երեխայի 15 վարգյան աշխատե ամեն օր եկուր։ Ուրեմն ծնողք արդեն գվարժվի։ Գուքա գնստինք երախանալ գսկսինք զրուցելու գսկսինք թե ինք ավելի կորձոն կմասնակցի աշխատանքին թե երախան այդ համակորձակցութենեն ուսենք ավելի ուրախ է եւ թե ծնող կմասնակից կդարձնենք որբեսի դպրոցի նկատմամբ բան ունենա վստահություն ունենա եւ բզդիկ անեկդոտով մը վերջացնեմ խոսքս 2 տարի առաջ բարձրակույն ուսումը ստացած երիտասարդներուն հետ ժողով մրինք Վերջավորության ես իմ կարծիքովս մեր խնդիրները եւ այլը մեջտեղ թրի հետո ժողովը վարող ընկերը իր մեջ կնգերոջը սա որ թունք զավակը հայկական դպրոց կուտասավ չեմ դարսավ սա ինչու որովհետեւ ես կուսեմ որ հայկական դպրոցը էքսելանտ լասավ ժողովը վարողը սա որ հիմա կուզավակը ֆրանսական դպրոց կղրկես կոր էքսելան հեսավ Չէ, սա բայց ես հայկական դպրոցը էքսելան գուզեմ տեսնել։ Ասիկա խորքի մեջ ներքին վախի մարտահայտություն է, որովհետև Հակոբ Բարոնյանի բալկությունն է, որ հայը չէր ուզեր հայ բժշկի կողի Ուրեմն ասիկա թակուն մնացած անվստահություն մներ, որ ժամանակի ընթացքին կփարադի, թե ոչ Ավասիկ 270 համասկայինը 360 գարցեմ Համասկային Մարսեյ որտեղ այստեղ համասկային թարգմանչած Համասկային Մարսեյ 300 չդեմ ինչ ուրեմն հավասիկ շենքը գշնվի եւ գիտեմ որ օրինակ Վալանսը հիմա ցանկություն ունի դպրոց ունենալու հետեւաբար շարժումը գա եւ ինչ որ իմ գարցիկովս ամենամեծ թերությունն է որ միջ դպրոցական խնդիրները սեղան կան մենք իրարու անգեղծորեն մեր դժվարությունները եւ մեր հաջողությունները իրարու փոխանակենք որովհետեւ ամեն անգամ ամերիկան վերստին չհայտնաբերենք այսինքն այս որպես դեպքում ամերիկայի մասին խոսիչը ամերիկան գրեթե նույն վիճակի մեջ է ինչ որ ֆրանսահայ կաուտը կարելի է նմանությունները ստեղծել մեկտեղ ֆրանսերեն մյուստեղ անգլերեն բայց 5 կաուտներ դարբեր սերունդներ այսինքն 4-րդ 5-րդ սերունդ արդեն ինչ իմանալ թե այդտեղ ինչպիսի փորձառություններ կան որովհետեւ իրար մեջ փասորվինք նոր արարություններ կան հայերենի փոխանցման մեթոդներու մեջ հայերենի փոխանցման դասակիրքերու մեջ տեղյակ եք այդ նոր արարություններու մասին չկա մենք խոսենք ուրեմն դասակիրքերու մասին ինչ դասակիրքով այսօր ուրդեն եկած դասակիրքով դուք կդասավանդեք Զովինար Կևանյան Ես չեմ դասավանդել մեր հայրենի ուսուցչուհիները գտասավանդեն շատ գտասավանդեին Լիբանանեն եւ Սուրիայեն քիրքերով արգավ եւ Սուրիայեն եկող քիրքերը ալ վերջացավ ալ չեն կրնար ունենալ եւ ուրեմն մեծ խնդիր է այդ տեսակետով ադիգա մեծ հարց է իսկ հիմնական խնդիրը եթե այսօր ֆրանսահայ երեխա է 10 տարեկան 7 տարեկան իր պարամետրը տեսած թեմաները
անպայման իր միջավայրի հետ կապ ունին։ Լիբանանի մեջ ստեղծված է լիբանահայ երեխայի համար է։ Այսօր կարելի է մտածել ֆրանսահայության համար գիրքը ստեղծել։ Այսինքն մեկնելով ինչու՞ չէ մասնագիտ դարձնելով երեխաները այդ գիրքի պատրաստության մեջ կարելի է մտածել թե մեր միջոցներեն վեր է ֆինանսական մարդուժի Հայկ Սարգսյան։ Անայ որ նորից ուզեմ շեշտել Education National-ի մեջ եթե ինսպեկտոր ունենաս որ գրնա օրինավոր կետնի վրա այդ կառավարության օգնությամբ դու գրնաս comme langue vivante première ou deuxième երկրորդ գենտանի լեզու քիրք ստեղծել եւ կառավարությունը քեզի կոժանտագի բայց դու ոչ at ուսուցիչներ ունիս որ տիտուլով տարան ոչ ինսպեկտոր ունիս ոչ ալ միսիոն d'inspection քննիչ ունիս Բայց սպիրկի նախարարություն ունի այո սպիրկի նախարարությունը ագնե բայց արդյոք գահամավադասխան է մեր ուզածներուն Այդ իմ հարցս Եթե սպիրկով բիզնես պաղի եւ պետություն ունի Հիմա ինչ գնանք ասում մենք կետնի վրա անձնական կետնի վրա ուսուցիչ ունենք որ ինքը կոլեջի միա հայցատության ուսուցչուհին է ինքը ստեղծած է իր քիրքը բայց քիրքը մենք կստեղծենք ֆոտոկոպիներով գազմելով եւ ինքը տասարան գտասավանտ է մանգաբադեզի մեջ մեր ուսուցչուհին ինքը ստեղծած է իր քիրքը մինչեւ ձայք տասարան Քիչ առաջ հարցումը դվիր Ամերիկայի մեջ հիմա քիչեցի որ բարեգործականը պանցեվով ստեղծած է հայերեն լեզվի եւ մեկ բան մգա որ հավնեցա որ ամենօրյա դպրոցներուն համար e-book քիրքն է որ հայց պատմության աշխարհակրության վրա շատ հետաքրքրական ցևով ստեղծած է բայց միշտ նորարարական բաները այդքան դերյակ չենք Տասակիրքի համար կսազնից գնենք կփորձենք Լիբանանեն Գարո Արաքելյանի քիրքերը օգտագործել եւ միշտերնա մեր ուսուցիչները իրենք օգտագործեն իրենց ստեղծած քիրքերով Այսօր կարելի խոսիլ Հայաստանին եկողներու համեմատության մասին որովհետեւ այստեղ Հայաստանին եկողները նոր եկողները դեր իրենց մոտ ցանկություն ոմանց մոտ ցանկություն կա հայերեն անպայման պահպանելու ուրիշներու մոտ ցանկություն կա շուտով ֆրանսերեն խոսելու եւ ֆրանսիացի դառնալու նայած ծնող նայած մոդեցում այն ծնողները որոնք ուղարկեն իրենց երեխաները հայկական վարժարան այդտեղ եւս հասկանալի է որ ոմանք հայերենի համար չեն ուղարկել այլ ուղարկեն որովհետեւ կներեք երևս որոշ բաներ պետք է ասել որովհետեւ որոշ ազգերու հետ չխառնվին իրենց երեխաները։ Հիմա անոնք որոնք հայերենի համար կան, հայ մնալու համար կան, կա փախում կամ անհամապատասխան միջավայր արևելահայերենի եւ արևմտահայերենի հետ կապված։ Հայկ Սարգսյան։ Չէ, փախում չի գա։ Միան ոչ է անսարապախումներ այլ մշակութային մոդելներ Ճիշտ այդպես եմ Ադեն սպոսանքին ժամանակ կա որ Հայաստանին եկած երեխան ավելի ըմփոստ է ավելի քիչ գոբիդ է քան թե ֆրանսահայ երեխան բայց բան իմաստով չեմ ասերգո Չափազան շատ փոքր ծեով հետո գահսկնան համերաշխություն գլա սեր ու հարկանք կունենան իրար հանդեպ բարձրապես ավելի դինամիկ են երևի Ուե այդպես գրնանք ասել բայց ոչ Հայաստանին եկող երան շուտով լեզվի իմաստով այսինքն ընկալելու որովհետև սա եւս կարևոր խնդիր է Այո, հայերենը մեկ հայերենը հարգավ մեր ուսուցիչներ բարեփոխտապար Հայաստան ուսանած գամած գրականությունը եւ այլն գարցածած են գրնանգո համատրել բան չի բիդինես ուղղակրությունն է միան որ նկատի բիդար Արևելահայերեն եթե տեսավանտային դպրոց ավելի Հայաստանեն աշակերտ գունենային չէ մենք պետք է մեր սկզբունքի մեջ լանք արևմտահայերենը տեսավանտային Չէ անշուշտ չէ հարցումն է անշուշտ արևմտահայերեն է բայց այսինքն մեր ուսուցիչը թեմ չի բիգենա եթե
եթե աշակերտ արևել հայերենով գխոսի Հարցումս անե որ Հայաստան ինչպես Վարդանը գսեք այդ Հայաստանեն եկողները արդյոք որ ֆրանսական դպրոց կերտանսենք կարելի որովհետև գուզեն ֆրանսական ուսում ստանալ եթե դպրոցներս մեր դպրոցներեն ներս եթե արևելը հայերեն դասավանդենք արդյոք մեր դպրոցը գհաջախեին Ադիժեմ գնար բադասնա հայերեն Ամեն բարակայի այս հարցը լուրջ հարց է նաև որովհետև Ֆրանսիայի տարածքին կան այսօր կազմված փոքր գաղութներ այստեղ 300 հոգի այստեղ 3000 հոգի որոնք Հայաստանին եկածները պակասած հայկական նոր գաղութներ են եւ որպես համայնք չմտածել իրենց նաև ավակայի մասին այստեղ արևմտահայերենի եւ արևելյան խնդիրը չի արդեն այլ մենք մեզ իրար կողքի տեսնելու եւ ավակա կերտելու խնդիրն է սա եւս թեմա է որ դուկանի գուզեք որ համայնքը այդ մեծ ծրագիրները իր վրա վերցնեն սա եւս երևի կարեւոր խնդիրները մեկն է Հարգավ ինչու գսենք որովհետեւ փաստացելով ուրիշ համայնքի ասկություններուն Ֆրանսիայի մեջ իրենք ստեղծեցին հիմնադրամը ընկերային հիմնադրամը որ մատակարարեց բոլոր դպրոցներուն 1950-ին եթե 4 հատ դպրոց կար հիմա ունին 300 դպրոց հрьяներու մասին եւ երբ որ սկսան իրենք 300 աշակերտով դարձան 35000 աշակերտ այսինքն նշանակե եւ ինչպես ստեղծեցին 40000 նվիրատու 40000 նվիրատուներով որովհետև իրենք սկզբունք արին համայնքը գերեդասարտանա եւ ֆորտուն ստեղծես որակյալ դպրոցներ ստեղծելով համայնքը զորավոր գտարնա մենք բիլեն դպրոց ենք թե հայկական վարժարան ենք Գնամադասխանեն այո Հարցը ձեզած ինք համասկային Մարսելիայի դնորենուին հետ վերջերս խոսեինք որ ճիշտ ակտիվի մասին եւ ինքը գսեր մենք բիլանգ ենք ոչ բիլանգ որովհետեւ երբ 5 ժամ հայերեն ունի շաբաթական եւ մնացած ամբողջ ֆրանսերեն չես կրնարսել որ բիլանգ ես կամ ալալ գսես բայց իրականության մեջ չես Որն է տարբերությունը հայերենով բիլանգը մենք կհասկանանք որպես երկլեզու իսկ բիլանգն էլ եւս երկլեզու Բիլանգը նշանակե որ երկու լեզու գա երեխային յանքի մեջ ամենօրյա յանքի մեջ գա բայց հավասարцевով չես կրնարնել որովհետեւ եթե կոնտրայդա գլլա դպրոցը բարձ է գրնաս միայն at ստիբողական ժամերեն դուրս տնել եւ երեխանալ չես կրնար շատ տաստալ որ խեղճ երեխան ժամանակին դիվերչացնի 10 երթադունը նեգյանք ունենա ուրեմն 5 ժամդ կտնես օրական 1 ժամ գավելցնես ուրեմն Bilang գնացել բիլանգ վստահ որ գնացել Գսենք բիլանգ դպրոցներուն Այո ես մենք ալ մեր դպրոցը բիլանգ Բայց գսենք բիլանգ բայց եթե բիլանգ պետք է ասենք պետք է օրինակ թվականությունը նաև գարենանք հայերեն դասավանդել կամ ինչեմ գիտեք ուրիշ նույն որև մեկ ադիգա բիլանգ դպրոցներ կան Ֆրանսիայի մեջ բիլանգ դպրոցներ կան Հարգավ էկոլոգիան հարց կբարձրացնենք որ դուք իմա ինչու բիլանգ չդարձնել, այսինքն որոշ նյութեր հայերենով չտրվի, այսինքն ինչն է վնասը, եթե մաթեմատիկի չունենք հայերեն բիլանգ չունենք, հայերենով դասավանդել, օրինակ աշխարհակրթություն օրինակի համար, ինչն է վնասը Ֆրանսիայի պատմությունը հայերենով փոխանցել այդ աշակերտներուն, ինչ կփոխվի, շատ լավ է, բայց չունենք, չունենք, Չէ, մագը Չէ, արդյոք սա հայերենը զորացնելու Արդեն նախակայլը բանին հայգ ներկայացուց բամը ենթադրենք եւ եկեք երազենք Ուսեն որ հայգին ասածը իրականանա ասենք որ ցակումով հայ երիտասարդներ քան դպրոց ասենք որ աշխարհակրթության ուսուցիչ է կամ պատմության ուսուցիչ է այդ պատմության ուսուցիչը որոշ պատրաստությամբ արդեն դպրոցին մտնոլորտը կփոխի ենթադրենք երկրորդ աշխարհի պատերազմ չէ Եթե Եվրոպական միությունը ազատագրվեցավ, չէ, Եվրոպան ազատագրվեցավ, անոր մեջ մեր ժողովրդին արյունը կա։ Եվ մենք Ամերիկայեն 45 անգամ ավելի զոհ տված ենք, եթե մեր ժողովրդին համեմատությունը փախտadենք։ Հիմա գահմը Երևակայեցեք դասարանի մեջ եք, երկրորդ աշխարհի պատերազմը կպատմեք, եւ այդ ուսուցիչի գրնա զուգահեռներն էլ։
մեր ժողովրդի պատմության, եվրոպական պատմության հետ, ուրեմն երբ որ իր աշխարհը գտնլայնի այդ երեխային, արդեն այդ դպրոցը կդառնա իմ կարծիքովս հայկական դպրոց։ Այդ աշխարհը մեծանելու մեջ է։ Համաձայն եք բոլորդ։ Այո։ Լավ, ուրեմն ես կուզեի նաև անդրադառնալ Ալֆորվիլի կյանքին, որովհետև քիչ առաջ խոսեցանք կոլեջի բացումի մասին, բայց մենք կարող ենք նաև խոսել Ալֆորվիլի մանկապարտեզի ծրագրի մասին, կարծացինք վերջին օրերում, որ ծնողած հանձնախումբը մտահոգություններ ուներ եւ նույնիսկ պետիցիոն եղած էր այդ առումով, մտահոգություններ կային այն առումով, որ դպրոցը գրնա լույս չտեսնել կամ շինարարությունը տեղի չունենալ կամ Բարոն Արապյանը գրքին 1 միլիոն պատրաստ դրած է սեղանի վրա, կսպասի որ մանկապարտեզը տեղի ունենա։ Եվ ինչու համար այդ մտահոգությունը հանկարծ ծագեցավ Ծովինար Կևոնյանը։ Այդ մտահոգությունը չեմ գնալիսել որ հանգարց ծագեցավ, բայց արդահայտվեցավ ճիշտ է այս շաբաթ, կարծեմ անցյալ շաբաթ էր այս վերջին օրերուն։ Եվ բարձրապես որևէ ճիշտ է որ Բարոն Արաբյանը երբ 2015-ին հուլիսին բացվեցավ շենքը արդայտեց իր գամքը որ շարունակե այդ դպրոցին համար երեխաներուն համար աշխատել եւ ճիշտ է որ գտեսներ որ բզդիկները ամենապապուկները մեր մանկապարտեզի երեխաները հին պրեֆաբրիկեներու մեջ են որ չեմ գիտեր 30 տարի առաջ շինվել են 50 չէ ժամանակ Եվ ճիշտ է որ վիճակը դեսնես թե մեղքի, երբ կդեսնես մեծերը քեղեցիկ շենքի մեջ նոր մաքուր եւ բզդիկները այդ հին շենքերու մեջ։ Եվ աստվեցավ եւ ասավ հադի ճիշտ է 1 տարի առաջ գրեթե այդիկը ասավ որ 1 միլիոն գրնամ տնել որբեսի այդ մանկապարտեզն ալնեք որ ամբողջ դպրոցի երեխաները մանավանդ բզդիկները լավ միջոցներով մեծնան։ Եվ ուրեմն այդիկը ասավ եւ որոշեց որ ինչպես որ նոր շենքին համար որոշինվեցավ ապկաֆեն միլիոններ որևէ կդավոր կորձերին լավրած էին շենքը քեղեցիկ է դրակիրը դասինչանիչ Նորվան Սրբազանի գլխավորությամբ Այո եւ ուրեմն իր որոշումներ որ աданք նորեն աշխատի եւ վերջը գիտեք որ մեր հողերը հոս մեզի դպրոցին չեն պատկանիր բայց Փարիզի ծուխին կպատկանին հողերը որում վրա գա եկեղեցին եւ այլ դպրոցը եւ մանկապարտեզը եւ նոր շենքնալ Եվ ուրեմն դու չես կրնար որոշում առնել դպրոցի վարչությունը լալով եւ Փարիզի ծուխը պետք է որոշում դա որովհետեւ հողը իրեն է եւ ինքն է դանդերը հողին բնականաբար Եվ ուրեմն ճիշտ է որ վերջը այդ ծրագիրը կնած ծուխին որպեսի ծուխը որոշե թե այդ ծրագիրը գրնակրել կամ ոչ եւ քանի ամիս է հոս ասացենք Եվ ճիշտ է որ ծնողները գարցնեին դեսնելով մանկապարտեզի վիճակը ինչ գլագոր չլարգոր ասինչանիչ Գանա եւ որ երկրորդ ծրագիրը մգա որ շատ ծրագիր գա ամենտեղ են եւ երկրորդ ծրագիրը մգա այդ նույն հողերում վրա որում վրա շենք չի գա հիմա որ Ալֆորվիլի ծուխը գուզե հայերեն չմիտե ինչպես կսեն սալ պարուասիալ ստեղծել որ իսկապես ալ չունին եւ չի գա Եվ ուրեմն այդ Սալ չէ, Centre paroissial, ներողություն, Centre paroissial ստեղծել եւ ուրեմն հարցը բարձր որբեցի այդ երկու ծրագիրները համագերբին որովհետեւ երկուքնալ կարեւոր են, երկուքնալ լավ են եւ ուրեմն մեր գոմեն վարչության գոմեն հարց չի գա Եվ ճիշտ է որ քանի ամիս դեվելով ծնողքը այս շաբաթ պետիցիոն դուրս հանեցին եւ խրգեցին դեսելով որ Մեկ տարի եղավ որ այդ անձը գուզե նվիրադու լալ հողերը գան դեղը գա ամենամատ համացայինը որ լա ինչու չլար Եվ ուրեմն այդ մտահոգության մենք վարչական ժողով մունդեցինք այս շաբաթ եւ այդ մտահոգության ուզեցինք պատասխանել որ դե մեր վարչության ժողովի մեջ գա Փարիզի ծուխի ներկայացուցիչ գա Ալֆորվիլի ծուխի ներկայացուցիչ եւ գա մեզիպես քվարգված անդամներ Եվ ուրեմն կարևոր էր մեզ համար որ այդ նյութը բացվի բացինք խոսեցանք եւ շատ կարևոր էր որ խոսինք ասելու համար որ միասնապար մեր վարչությունը գուզե խոսիլ որ այդ ծնողներուն ասե մի մտահոգվիկ համայնքային պիտի լա եւ ուրեմն մենք հավատանք եւ ուրեմն կոմունիկե մեջ մի դեկլարացիոն կվերգեցինք միասին բոլորնիսալ բոլոր անդամները վարչության ասելով որ մեր վարչությունը համոզված է որ կարևոր է շինել այդ նոր մանկապարտեզը որ բավական դեղ ունենա Եվ հաջերի դեղմելա երեխաներուն համար հարգավ Եվ գվստայինք ջարդարաբետներուն
Centre paroissialին ջարդարաբեդը եւ Ապկաֆայի ջարդարաբեդը, որ պիտի այդ երկու շենքներուն հետ համաձայնություն մգտնան եւ շուտ մը լուծում մգտնան, որ այդ երկու ծրագիրները լան եւ հայտնեցինք նաեւ հայտնվեցավ Փարիզի ծուխի գամքը, որ շուտով այդ երկու ծրագիրները հաջողվին եւ արդյունք մգտնանք։ Այդ կրնամսել այսօր մեկ կողմեն, մենք համոզված ենք գրնալ լալ, հիմա գարձեմ, որ եթե ջարդարոյետնեցիկ ենք աշխատինք, բայց չգա որ չլա։ Իմ գարձիկովս երկու հարգի վրա արեք, առաջինը մանկավարդը, երկրորդը։ Չեմ գիտեր, ջարդարոյետ պետք է նայենք, բայց մենք մեր ուզածը այդ է, որ լա, շուտը լա, ճիշտ է, որ չի պիտի սպասես տարերով, որ նվիրադու չի գրնար տարերով սպասել, ուրիշ ծրագիրներ արգան կարևոր։ Շնորհակալություն Զովին Արկևունյան, ուրախ եմ, որ այսօր կրկին այս սեղանի շուրջ դպրոցի, հայ դպրոցի, հայ լեզվի, դերևս շատ չզանրացանք այն հանգամանքի վրա, որ հայկական մեր վարժարանները ունին իրենց ֆրանսական ծրագրի բաժնով լավ մագարտակ, միշտ խոսված է, ինչպես Սուրբ Պետրոս Կերտարանեն 5-րդ ցկողները անունը չտան, բայց գողքի դպրոցները կացողները այդ ֆրանսական դպրոցները միշտ լավ արձագանք կա, որ ծեր աշակերտները տարբեր են։ Նույնը կարելի ասել մեր բոլոր դպրոցները, ես կհիշեմ համազգային թարգմանչացի քննարկումները, որ ինսպեկցիոնեն գուկային եւ փայլուն եւ Դագավին այդպես է։ Այնպես որ մեր դպրոցները ոչ թե միայն հայկական թեմայով, այլ ֆրանսական ծրագրի առումով Եվ քիչ առաջ խոսեցանք Մարսեի համազգային դպրոցի մասին, որ համաֆրանսիական առումով 35-րդ կարծեմ 33-րդ դպրոցն է, իսկ տարածաշրջանի երկրորդ դպրոցն է, որ փայլուն արդյունք է մեզի համար։ Չմոռնանք, որ ծնողներուն է խոսքը, պետք է իրենց ավակները արձանագրեն հայկական վարժարաններեն ներս եւ բոլորս քաչալերվին հայկական վարժարանի օգուտի, նպաստի եւ կողքողքի լալու գաղափարին կապակցությամբ։ Շնորհակալություն Հրանտինք վարժարանի ներկայացուցիչ Կարապետ Տակեսյան, Զովին Արկևոնյան եւ Մարի Բարավյան, որում պետք է շնորհավորել։ Պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 6-րդ տարածարանի եւ կոլեջի կապակցությամբ Հայկ Սարգսյան դպրոցասեր Վասկեն Դելեյան համազգային թարգմանչած Իսիլե Մուլինո ցտեսություն։ Շնորհակալություն։ Carte sur table. Une émission proposée par Hype FM.